Ողջույն, չգիտեմ, ես միգուցե մեկ ուրիշ հոլովակ անեմ, փոքր իշման նրա մասը, այդ Ղախպա Լապշինի մասը, բայց հիմա ասեմ, որ դրան ռադ արեք, տեսեք անգամ ես, դա շատ բացասական երևույթ է, ես դեռ առանձին խոսեմ, հայերին անպատումներ, այդ որ պատը դրանց ներկել էր, ընդամենը, իսկ երբ Երևանում, այո, երբ բաներ, սա ես իջեցնում եմ, երբ Երուսաղեմում, այնտեղ պատ չէր, այնտեղ մարդկանց վրա հարձակվել են քարերով, բարերով, մնաց ոչ մի բան չասեց այդ հարձակվողների հասցեին, էլի սկսեց հայերին, փռս հայերին մեղադրեց, այդ Ղախպեն այսօր Հայաստանում, արա ռադ արեք դրան, դեպորտայից, դա բոզի տղա է, ես հիմա չեմ կար, եթե ես ասում եմ, որ ինքը բոզի տղա է, ռսա ջհուդ, ժիդ, կոչված է, էլի, այսօր է գտնվելով Հայաստանին, որքան է Նիկոլին չսիրենք, այլանդակ նա լինի, ասում է եվրոպական դատարան կտամ ձեր վրա, ինչա թե իրան կանգնացրել էին Զվարթնոց օդանավակայանում, թո լավ են արել, բայց տեսեք այդ անգամ հիմա ինք ուրիշ վատ բաներ էլ է արել, բայց ես չեմ ասում իրան հանձն, ես ասում եմ ռադ արեք, դեպորտացրեք, իսկ իրա կնիկը վաբշե պարզվում է ուրեմն բան է, Մոլդովայի հայ, բայ ամենաղախպեքն են, ես մի օրինակ բերեմ, դա դիասպորայիս, բանը համայնքի, սպյուրքը համայնքի հայերը և առանձին ինչ-որ հայերը, դա լրիվ տարբեր բաներ են, այդ ուրեմն հետո ինչ անենք, որ մի հատ օրինակ եմ բերում, երբ որ ես Մոլդովայում տուն էի վարձել, ուրեմն ներքևի հարևանին լեքսանտեղ լավ չէր աշխատում, մի քանի անգամ ջրեցի լավ, Մոլդովասի կնիկ էր, տարիքով, արա բարձացավ ինձ ոչ մի բան չասեց, ասեց տղա ջան մենակ զգուշեղի որ էլ չլինի, խնդրում եմ, իսկ կողքի հարևանս, որը մի քանի ամիս ես այդտեղ ապրում էի, նա գիտեր, որ ես հայ եմ, խոզ Մոլդովասի տեղացի պոռնիկի մեկն էր, էլի, նա գիտեր, որ իմանալով ոչ ինձ բարև, բայց ես չգիտեի, ոչ բարևում էր, ոչ մեզ խոզը մի հատ էլ այսքան չունում էր, ուրեմն, տեսեք ինչ ճամփա եմ գնում, ամեն օր ոտքով 15 կիլոմետր ինչ ալե, որ գոյատե, այս մազորներս տեսել, ուրեմն, ու մի անգամ էլ, վերևի հարգը ինչ-որ հարցակվեց, հարցակվեց ինձ վրա, անտեղի, սկի ոչ բարև, ոչ բամբոսորել ամենավերջի, ապե դրանք բոզ են, այդ մոլդովացի հայերի մաման փակեն ես, հարցակվեց, հետո հայ ես, ասի չհասկացա դու հայ ես, բա մի հատ բարև տուր, մի հատ բան, էլ չասած, չէ, դու խիստ տարբերություն կա, չէ, մեր մեջ, այդ հայը տարիքով էլ չէր, ասենք եթե ամուսնացած էր, այսքան շուն ուներ, մի հատ էլ անասուն մարդ էր, թե ովն էր, ես ինչի, եթե բարևում ես միա շնորհքով բարևում են, եթե կամ ասենք, եթե ես լինեի, ասենք մի բաժակ սուրճ, ձևի համար գոնե չէ, ու ունես սատանեական հարցակվեց վրես, բայց դու մունաթով, արա ասի գնա ռեխդ տականքի մեկը, լմի ռոպե, ռեխդ, դու լապշինի կակնել կանիքնուն կակ, արա ստորացրեք դրան, կացով խապեք, ես հիմա մենթերին եմ ասում, սամանապաների ստորացրեք մի հատել նես ժիրնի, որ դա անձնագրով է գալի այդ Ղախպեն Հայաստանը, լապշինը, Հայաստանում կտնվելու, ասենք եթե այդ վերջի Facebook-ի պոստը, չէ, ասենք եթե լավն է ցանկանում, չէ, ասենք, կասի վայ ինչ լավ կլիներ, օրինակ Երևանում, ասենք կենտրոնում, այս խիմենակ ինքն է ասել, կամ ինքը պետք է ասի, ցանկացած տաքսի 10 տարի առաջ են ասել, ինչ լավ կլինի, որ ասենք ցանկացած տաքսիստներ էլ, լավ կլինի, որ ասենք զուգարաններ լինել, լավ, չէ, այդ Ղախպեն դնում է հայերին ստորացում վիրավորական, եթե դեբիլներ են չեն հասկանում, այդ իրանց բանն է, այդ Ղախպենով է, որ գա ու գտնվելով Հայաստանի մեջ, ասում է ես ձեզ եվրոպական դատարան կտամ, լտես է, Ղախպի ծնունդին է, այդ բոզի տղեն էսի ինչի տեղ է, որ ինչքան նստեցնեք գլխի, արա մերը քունեք դրան սիկտիր արեք, ես
Էլ բան չունեմ, համբերություն, որ չունեմ։